Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք 4-րդ գլուխ Հեփուստե գսպաննվի։ Երբ Սավուղի որդին Հեփուստե լսեց, թե ափեներ Կեփրոնի մեջ մեռած է, ցերկերը թուլցան եւ ամբողջ Իսրայելը շփոթեցավ։ Սավուղի որդին երկու քնթաբեդ ուներ։ Մեկուն անունը Փանա էր ու մյուսին անունը Ռեկաբ։ Ասոն Փենյամինի որդիներեն Պերովթացի Ռեմոնի որդիներն էին։ Արդարև Պերովթալ Փենյամինյաներուն քաղաքը գսեպվեր։ Պերովթացիները Քեթային փախան եւ հոն մինչեւ այսօր բանտղտացան։ Սավուղի որդին Հովնատան ոտքերը գաղ որդի ուներ։ Ան 5 տարեկան էր, երբ Սավուղի ու Հովնատանի մահվան քուժը Հեզրայելեն եկավ։ Անոր թայագը զինք արավ եւ փախավ։ Մինչ կաջաբարեր փախչելու դղան ինգավ ու գաղ եղավ։ Անոր անունը Մեմփիփոստե էր։ Պերովթացի Ռեմոնի որդիները Ռեկաբ ու Փանա կացին եւ ցերեկվան դակ ադենը Հեփուստեի դունը մտան։ Ան գեսորին բարգած էր անգողինին վրա։ Անոնք մինչև դան մեջտեղը մտան, իբր թե ծորեն պիտի առնեին եւ զինք սնագուշտեն զարգին։ Հետո Ռեկաբ եւ անոր եղբայրը Փանա անգե խույս տվին։ Արդարև երբ անոնք դունը մտան, ինք իր ննչասենյակը մահիջի մեջ բարգած էր։ Ուստի զինք զարգին, մերցուցին, գլխադեցին եւ իր գլուխը առնելով ամբողջ գիշերը տաշտին ջամփայով քացին։ Հեփուստեի գլուխը Կեփրոն դարին Դավիթի ու թագավորին ասին. ահա քու թշնամիիդ քու ցանկը փնդրող Սավուղի որդին Հեփուստեի գլուխը։ Դերը Սավուղեն եւ անոր զարմեն իմ դիրոջը թագավորին վրեժը արավ այսօր։ Դավիթ Պերովթացի Ռեմոնի որդիներուն Ռեկապի ու անոր եղբոր Փանայի պատասխանեց. իմ անձս ամեն տեսակ դակնաբե ազատող դերը Գաբրի, ան որ ինձի պատմեց, ահա Սավուղ մերավ, ինքզինք ավետապեր գարձելով զայն բռնեցի ու Սիգելագի մեջ զայն մերցուցի եւ անոր դված ավետեցին վարձքը այդ եղավ։ Որչափ ավելի նույն վարձքը պիտի դրվի այն ամբարիշտ մարդոց, որոնք արդար մարդը իր դան մեջ իր անգողնին վրա մերցուցին։ Հիմա անոր արյունը անշուտ սերցերքեն պիտի պահանջեմ ու ցեզ երկրի վրայեն պիտի փնաչնչեմ։ Այն ադեն Դավիթ իր երդասարտներուն հրամայեց եւ զանոնք մերցուցին։ Անոնց ցերքերն ու ոտքերը գդրեցին եւ զանոնք Կեփրոնի ավազանին վրա գախեցին։ Իսկ Հեփուստեի գլուխը արին ու Կեփրոն ափենների գերեզմանին մեջ թաղեցին։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։